Ալիևին եք մեր ժողովրդի վրա, որ այսպես տղաբերում, Ալիևով եք մեզ սպառնում, հայ ժողովուրդը արժանի է նրան, որ Ալիևով դուք իրան սպառնաք, բայց ժողովուրդը էթնիկ զտման է ենթարկվել, հայրենիքա կորցրել, տարածքներ են օկուպացված, բա մեր ժողովուրդը արժանի է նրան, որ դուք Ալիևով իրեն սպառնաք, ինչա թե մի հատ աթոռ եք պահում, միթե կարելի է աթոռը սիրել այնքան եւ սեփական ժողովրդին չսիրել այնքան, որ Ալիևին մեր ժողովրդի վրա տղա բերել։ Եվ հետո ուզում եմ շարունակել Տիկին Վարդանյանի այդ միտքը, այո, ասում են հիմա եթե մեզ չընտրեք, պատերազմ է լինելու։ Սիրելի հայրենակիցներ, 18 թվականին դուք ընտրել եք այս իշխանություններին։ 21 թվականին եւս ընտրել եք այս իշխանություններին։ 18 թվականից հետո պատերազմ եղել է, 21 թվականից հետո պատերազմ եղել է։ Հետևաբար այն հայտնի լոզունգները, որ միայն ու միայն մենք լինելու պարագային պատերազմ չի լինի, դա ուղղակի ապացուցված սուտ է։ Ու հետո ես ուզում եմ հասկանալ հաջորդը ինչ եք ասելու։ Ասելու եք, եթե սահմանադրությունը չփոխենք, եթե անկախության հռչակագիրը սահմանադրությունից չհանենք, պատերազմա լինելու, հաջորդ սպառնալիքը դա է լինելու, եկեք փոխենք սահմանադրությունը, հիմա եկեք հանենք անկախության հռչակագիրը, որպեսզի պատերազմ չլինի։ Հետո գալու եք ասելու եք, մենք այսպես կոչված անկլավներ կան մեր երկրի տարածքում, բա եկեք սա տանք, որպեսզի պատերազմ չլինի։ Հետո գալու եք ասելու, գիտեք ինչ կա։ Մենք արդեն հարևանություն ենք անում, բարեկամություն ենք անում, բայց չէ՞ որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան։ Եթե իրանք չվերադառնան, մի հատ էլ պատերազմ կլինի։ Բայց պատերազմի շանտաժի գնով ինչքան եք ուզում ձեր սեփական աթոռները պահել։